մի շարք երկրներից, որոնք որ բարեկամ երկրներ են եւ իրենց քաղաքացիների համար արդեն իսկ առանց վիզային հնարավորություն կար, այսպես ասած իրենց ռեզիդենտ, բայց ոչ քաղաքացի լինելու այդ հնարավորությունը նույնպես բացված է, օրինակ, տեսեք, օրինակ Կաթարը կամ Արաբական Միացյալ Էմիրությունները իրենց երկրի բնակչությունից բազմաթիվ անգամ ավելի մեծ իրենց երկրի քաղաքացիներից բազմաթիվ անգամ ավելի մեծ բնակչություն ունեցող երկրներ են, այսինքն օրինակ երկրի մի քանի 100,000 օրինակ Կաթարը ունի քաղաքացի, բայց մշտական բնակչությունը այնտեղ մոտ 3 միլիոն է, 2.5 միլիոն է եւ այդ մարդիկ նույնպես բավականին իմիջիայլոց այդ մարդկանց մեծ մասը ֆինանսապես բարձր կայունություն ունեցող եւ ֆինանսական բավականին լավ վիճակում գտնվող մարդիկ են, որովհետեւ գիտենք նաեւ այդ երկրներում օրինակ հյուրանոցների մենեջերները, խանութների մենեջերներ, կառավարիչներ իրենք սովորաբար այլ երկրներից են հրավիրում Ոչ միայն, այնտեղ կատեգորիաները, օրինակ այդ երկրներում որոշակի ղեկավար պաշտոններ կան, որոնք որ մասնավոր սեկտորում հենց եվրոպական երկրներից են մարդիկ ներգրավում, արաբական այլ երկրներից, հետեւաբար այստեղ նույնպես կարևոր է, որ իրենք կարողանում են գան Հայաստան եւ այս առումով սա շատ լավ ուղերձ է նաեւ մեր տուրիստական բիզնեսով զբաղվող հանրությանը, մեր գործարարներին եւ դրա շարքը կազմող խմբին, որովհետև ռեստորանները, խանութները եւ այդ մնացած համակարգը նույնպես զբոսաշրջիկներին սպասարկում են եւ ես կոչ կանեմ մեր գործարար համայնքին պատրաստվել հոսքերին եւ իհարկե մեր գործարար համայնքին հետ համատեղ աշխատանքով բարձր որակի սպասարկմամբ ի վերջո հասնենք նրան, որ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ել ավելի մեծանա եւ այս առումով ուզում եմ նշել, որ պետությունը բազմաթիվ ներդրումներ է իրականացնում, մենք ավարտեցինք մեկ ծրագիր համաշխարհային բանկի հետ, որտեղ հսկայական ծավալով ներդրումներ եղավ մեր զբոսաշրջային ենթակառուցվածքների մեջ եւ մենք կնքել ենք նոր վարկային համաձայնագիր կկնքենք շուտով համաշխարհային բանկի հետ, որով $100 միլիոն Հայաստանը իր զբոսաշրջային ենթակառուցվածքների վրա կներդնի, մասնավորապես Գորիսի վրա կներդնենք, Եղեգիս ագրո կլաստերը կստեղծենք Եղեգիս համայնքում, Արենի գինու կլաստերը կստեղծենք, Գյումրիի վրա մեծ ներդրումներ կիրականացնենք Դիլիջանը որպես առողջարանային այսպես կլաստեր ջերմուկի վրա շատ մեծ ներդրումներ են պատրաստվում անել ապարան կլաստերի վրա, դվին կլաստերի վրա եւ այսպես շարունակ։ Պապա երկու ճշտող հարցեր ասացեք նախ ինչով ենք մենք ազդակներ ստացել հենց այդ նշած երկրներից, որ տուրիստական հոսքերի ակնկալիք ունենք, օրինակ Բահրեյնից, Քաթարից մենք վիճակագրություն ունենք, օրինակ նախորդ տարիներին ինչքան տուրիստ է եկել հենց այդտեղից, սա մեկ, որ հենց որոշել եք այդտեղ ազատականացնել։ Երկրորդը միայն իրենց մասով է Հայաստան մուտքի վիզան է բացվել, այսինքն ազատականացվել եւ ինչքան է նախկինում ինչպիսի պայմաններ են գործում, թե նաեւ Հայաստանի քաղաքացիների համար ազատականացվել Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Քաթար մեկնել է, եթե վիզա չկար իհարկե, չգիտեմ։ Տեսեք, այստեղ մի շարք օրինակով է, այսինքն Ոչ սա այս գործողությունը միակողմանի գործողություն է եւ սրա նպատակը ոչ թե Հայաստանի քաղաքացիների այլ երկրներում հանգստանալու հնարավորությունը հեշտացնել, ինչը պակաս կարևոր գործ չէ իհարկե, բայց այդտեղ ուրիշ գործողություն ենք իրականացրել, օրինակ Հայաստան է եկել Վիզերը, որը 8 նոր ուղղություն է 6 տարբեր երկրներում բացել, միայն կբացի միայն նոր ուրեմն քաղաքականության արդյունքում, այդ թվում Գյումրիից թռիչքներ կունենա եւ գիտեք, որ ինքը հայտարարել է նաեւ քանի որ պետական մեծ աջակցություն են տալիս, այդ աջակցության շնորհիվ իրենք հայտարարել են, որ մոտ 30 եվրոյով արդեն թռիչքներ ներում են։ Այսինքն այստեղ էլ գործողություն։ Հիմա ինչու շատ ճիշտ եք ասում, ինչու միակողմանի, որովհետեւ մեզ պետք է, որ իրենց զբոսաշրջիկը գա Հայաստան մեր հյուրանոցում ապրի, մեր ռեստորանում փող ծախսի, մեր խանութներում փող ծախսի, մեր տաքսիստների ծառայությունից օգտվի եւ ընդհանրապես Հայաստանում շատ փող թողի, այսինքն սա արտահայտելի հատված է։ Ինչու այդ երկրները, որովհետեւ մենք տեսնում ենք վերջին տարիներին Մերձավոր Արևելքի երկրներից ներողություն եմ խնդրում
մերձավոր արևելքի երկրներից ամեն հաջորդ տարի Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակաբար ավելանում է եւ ավելին ասեմ վերջին 1 տարվա ընթացքում մենք էական կրճատում ունենք Ռուսաստանից զբոսաշրջիկների, բայց այդ թիվը շատ զգալի չէր մեր զբոսաշրջային հոսքերի համար, որովհետև մերձավոր արևելքից, արևմտյան Եվրոպայից եւ Հնդկաստանից եկող զբոսաշրջիկների աճը էականորեն կոմպենսացրեց այն բացը, որը մենք ունեցանք Ռուսաստանից եւ մենք շարունակում ենք այդ ուղղությամբ գնալ եւ մենք խնդիր ենք դրել մեր առաջ, որպեսզի մերձավոր արևելքի շուկան զբոսաշրջության նոր ռազմավարությամբ դառնալու է Հայաստանի Հանրապետության համար առաջատար առաջնային շուկաներից մեկը։ Կոնյակագործները հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացնում։ Դուք նախորդ շաբաթ ասել եք անձամբ կգնաք Վրաստան, խնդիրը հասկանալու, ոնց հասկացաք չգնաք։ Չէ, տեսեք, ես ասել եմ հետեւյալը, ես ասել եմ ազգային ժողովում, ասել եմ, որ նախ կարիքի պարագայում պլանավորվում է նաև հնարավոր եմ համարում նաև իմ այցը Վրաստան։ Եվ ուզում եմ նշել, որ մենք այսպես ասած շատ ակտիվ քննարկումների մեջ ենք։ Իմ այցի հնարավորության դուռը, այսպես ասած, դեռևս փակված չէ, բայց այս պայդրությամբ չունենք այնպիսի իրավիճակ, որ օրինակ իմ այցի պարագայում կարող ենք այսպես ասած իմ այցը կարող է շատ ավելի այնպիսի իրավիճակը փոխել, քան այն on-line Zoom, զանգով եւ այլն, որ կապի մեջ ենք, որովհետեւ մենք օրական պարբերական տրամաբանությամբ շփվում ենք։ Բայց ես ուզում եմ մի կարևոր բան այդ թեմայով ասեմ, շատ չեմ բացի փակագծերը, բայց ես ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները։ Այսինքն մթերում արտահանում տրամաբանության մեջ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք որ ներգրաված են այդ գործընթացում, կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի, ես կրկնում եմ, խաղողի անխափան եւ պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը։ Սա կօգնի, ես կարծում եմ, որ խնդիրների լուծմանը կօգնի, մենք նաեւ վաղը կամ այսօր կնայեմ գրաֆիկս, ուրեմն հանդիպում ունենք մեր կոնյակագործների հետ, ես այս ընթացքում գիտեք մեկ անգամ հրապարակային եմ հանդիպել, բայց նաև ոչ հրապարակային էլ ենք պարբերաբար քննարկում տարբեր առանձին արտադրողների կամ արտադրողների խմբի հետ, մենք կա որոշակի, այսպես ասած, քննարկման արդյունքների ամփոփում վրացական կողմի հետ, կհանդիպենք նաև քննարկենք մեր գործընկերների հետ, բայց ես ուզում եմ նշել, որ այնուամենայնիվ մենք կառավարությունը մեր խաղող արտադրողներին, մեր գյուղացիներին, մեր ֆերմերներին եւ մեր բրենդի, կոնյակի, սպիրտ արտադրողներին եւ բրենդի կամ կոնյակ պատրաստի արտահանողներին միայնակ չի թողել եւ չի թողնի եւ մենք որոշակի աջակցության մեխանիզմներ կունենանք եւ դուք ապագայում դրանք մասին կտեսնեք։ Վրացական կողմը հայտարարում է, որ այստեղ այդ մամուլը գրում է, որ այս խնդիրը կապված կոնյակագործների, գինեգործների հետ կապ ունի Իվանիշվիլի նախկին դաշնակցի Հայաստանով փախուստով եւ կուզեի սա մեկնաբանեք, արդյոք դուք կապ տեսնում եք այս ստեղծված խնդիրների եւ այդ գործընթացի միջև եւ նաեւ փոթի մասով կան տեղեկություններ, որ հսկողությունը այնտեղ եւս մեծացվել է, այդպիսի ահազանգեր արդյոք ստացել եք։ Ես չգիտեմ այդ պատմության մասին եւ չգիտեմ ով է ձեր ասած մարդը եւ ես տեղյակ չեմ այդ պատմության։ Ես որևէ տեղեկություն չունեմ այդ պատմության հետ։